Այսօր մամունում հրապարակում կար պատգամավորներ ժողովրդում 4 կին պատգամավորների հետ կապված, որ հնարավոր է քրեական գործեր հարուցվեն։ Ինչ տեղեկություններ ունեք այդ մասով եւ ինչով են այդ կին պատգամավորները հայտնվել ուշադրության կենտրոնում։ Ես այդ տեղեկատվությանը չեմ տիրապետում, ասած առաջին անգամ ցեզանից եմ լսում, որևէ մանրամասներ չեմ կարող այդ։ Այսինքն որևէ ընթացակարգեր չկան, ձեզ Հակակոռուպցիոն կոմիտեում որևէ նման գործընթաց չունենք։ Պարոն Նահապետյան, քիչ առաջ պատգամավորներից մեկը հարցը բացացրեց $11,200 հայտնաբերվել է, թե ոչ $590,000 գողոնի մեծ մասը հայտնաբերվել է, $11,200-ը չկա։ Ինչ է արվում այսօր։ Շատ լավ, ես այդ հարցին հանձնաժողովին նաև պատասխանեցի, $11,200 այո չի հայտնաբերվել, ներկայապահին այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, բայց միաժամանակ ուզում եմ տեղեկացնել, որ մեղադրյալների հարազատները պատրաստակամություն են հայտնել այդ գումարի մնացած մասը, այսինքն $11,200 վերականգնելու առումով եւ եթե ունենանք վերականգնում, ապա շատ ավելի լավ, իսկ եթե ոչ, ապա քերական դատավարության օրենսգրքում կա գույքի արգելադրման ինստիտուտ, որը հնարավորություն է տալիս պատճառված վնասը ամբողջությամբ վերականգնելու համար արգելանքներ կիրառել մեղադրյալների շարժական եւ անշարժ գույքերի վրա։ Մեղադրյալները ունեն այդպիսի գույքեր, թե շարժական եւ թե անշարժ, եւ վնասի վերականգնում չունենալու դեպքում մենք այդ գույքի արգելադրման ինստիտուտը անպայման Եվ Թադևոսյանի ընտանիքն է պատրաստակամություն հայտնել, որ կտա այդ $11,200-ը։ Եվ դուք արդյոք պարզել եք ձեզ համար պարզը ինչեր այդ հսկայական գումարը մնացել քննչական կոմիտեում եւ չէր տեղափոխվել օրինակ դեպոզիտային հաշվին։ Տեսեք, քննչական կոմիտեում գումարը հայտնվել է մեկ այլ վարույթով կատարված քննչական գործողությունների արդյունքում, ճանաչվել է քննիչի կողմից իրեղեն ապացույց եւ այդ գումարը կենտրոնական բանկ ուղարկելու նպատակով, եթե չեմ սխալվում, 2025 թվականի ապրիլ ամսին վարչության պետի կողմից գրություն է հասցեագրվել կենտրոնական բանկ, որպեսզի ԻՊԱ հանձնվի գումարը կենտրոնական բանկին, սակայն հաշվի առնելով որոշակի ընթացակարգեր, կենտրոնական բանկը ըստ էության հրաժարվել է գումարը որպես ԻՊԱ ընդունել եւ նորից վերադարձվել է քննչական կոմիտե եւ մնացել է չհրկիզվող պարան։ Բայց ինչու է հրաժարվել։ Այդ մասով քննությունը ընթանում է, կան համապատասխան հիմքեր, որոնց արդյունքում կենտրոնական բանկը հրաժարվել է, բայց քանի որ այս պահին նաև նախաքննությունը իրականացվում եւ այդ հանգամանքները եւս քննության առարկա են դառնալու քրեական վարույթով, թույլ տվեք ձեռնփամնամ այդ հարցերին պատասխանել։ Կադրային ջարդի հետ կապված էլի այսօր ենք հրապարակել ձեր 100-ը չի լրացել, չէ՞ պարոն Նահապետյան։ Ոչ։ Արդեն այս 2 ամսվա ընթացքում մեր տեղեկություններով պաշտոնականը 12 է, ես ինքս հրամաններ ուսումնասիրել եմ ազատվածները պաշտոնից, բայց ըստ էության ասում են ավելի շատ են ու շարունակում են։ Սասուն Խաչատյանի կադրից եք ազատվում, թե քննիչները լավ չեն աշխատում, այսինչ ջարդ եք սկսել ներսում։ Ես ջարդում եք։ Կադրային ջարդ ձեր օգտագործած տերմինի հետ թույլ տվեք չհամաձայնվել, դա բնականon աշխատանքային process է, կադրային փոփոխություններ եւ ազատումներ եւ նշանակումներ բոլոր կառույցներում տարբերաբար լինում են եւ որևէ այլ հանգամանքով պայմանավորված, բացի աշխատանքային հարաբերություններից, դրանք այլ հիմքեր, պատճառներ չունեն։ Արդյունավետությունը պակաս է նրանց աշխատանքի։ Ես չեմ կարող այդպիսի գնահատական տալ, որոշակի մոտեցումների հարց է ընդհանուր նաեւ ուղղությունների, մոտեցումների հետ կապված, անձինք որոշ անձինք ունենալով նաև այլ մոտեցումներ եւ աշխատանքային այլ սկզբունքներ, նաև ազատման դիմումներ են կրել։ Պարոն Նահապետյան, 2 հարց ունեմ, նախ առաջինը, հայտնի է, որ Enterprise Armenia հիմնադրամի տնօրեն է նշանակվել, արտաքին գործերի նախարարի կինը, դուք այստեղ շահերի բախում չեք տեսնում, առավոտյան օրինակ ես դա հարցրեցի Արայիկ Հարությունյանին, նա ասաց, որ դա օբյեկտիվ ընտրություն է եղել, դուք ինչ եք կարծում, նորմալ է, երբ Բարձրաստիճան Պաշտոնյայի կինը նշանակվում է հիմնադրամի տնօրեն, որտեղ խոսքով պետական միջոցներով է։ Կարծում եմ դա իմ
տիրույթում պատասխանելու հարց չի, այդ հարցին կարող է պատասխանել կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ, առերևույթ ձեր ասածի մեջ որևէ ես կոռուպցիոն ռիսկ եւ շահերի բախում չեմ տեսնում։ Լավ, երկրորդը վերաբերում է Սորվա Արայիկ Հարությունյանի մյուս հայտարարությանը, որ կրթվել է նորաձև այդ միջոցառումը, ծրագիրը, որ իրականացնում է վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, նաև մասնակցում է վարչապետը, այսօր հայտարարեց, որ փաստորեն այդ միջոցառումը կատարվում է աշխատակազմի միջոցների հաշվին, արդյոք դուք այստեղ խնդիր չեք տեսնում, հաշվի առնելով, որ դա որպես կանոն, այսպես քարոզչական բնույթի միջոցառում է։ Այսինքն բյուջեի գումարները օգտագործվում Պետական միջոցներով վարչապետն ու իր տիկինը զբաղվում են քարոզչական ծրագրով։ Ես որևէ խնդիր չեմ տեսնում ձեր նկարագրածի մեջ, հրապարակվել է, որ պետական միջոցներով է կատարվել, այդ միջոցառումները դուք ինքներդ տեսնում եք, որ կատարվել են, կատարվում Բայց դա են։ ինչքանով է բխում մեր պետական շահերից, ինչ է նշանակում, ոչ մի խնդիր չեմ տեսնում։ Ես խնդրում եմ Հատկապես որ Հայաստանի բոլոր քաղաքացիները չեն մասնակցում այդ ընտրողաբարը։ եւ իրենք են, հա, Ես ձեր հարցադրումներին պատասխանում եմ հակակոռուպցիոն կոմիտեի գործառույթների շրջանակում եւ չեմ կարող գործառույթների շրջանակից դուրս այլ մեկնաբանություններ կամ պատասխաններ հնչեցնել։ Եթե հարցադրումը վերաբերում է նրան, թե այդտեղ արդյոք կա կոռուպցիոն դրսևորումներ, ես պատասխանում եմ, որ առերևույթ չէր Բայց ձեր ձայնը դեռ երբ որ ձեր ասացի նման կներեք իմ այս հարցին պատասխանեք։ ես պատասխանեցի արդեն Չէ, այսինքն դուք նորմալ եք համարում, որ պետական բյուջեի հաշվին հիմնադրամը անում է միջոցառում եւ դրա համար վճարում են հարկատուները, այդ թվում օրինակ նաեւ դուք։ Ես որևէ կոռուպցիոն դեպք ձեր նկարագրածում չեմ տեսնում։ Նորից նույն հարցին, եթե ձեր հարցը տարբեր ձևակերպումներով մի 100 անգամ էլ տակ, պատասխանը նույնն է լինելու։ Ես որևէ կոռուպցիոն ռիսկ դրսևորում չեմ տեսնում ձեր նկարագրածում առնվազն։ Ուրիշ տիկինն են, հա, գլխին կանգնած այդ ամենի դրա համար Ուրիշ հարցադրումներ ունեք։ Պարոն Նահապետյան, քաղաքապետարանում տարբեր պաշտոնյաների հետ մշտապես կան մամուլի հրապարակումներ կոռուպցիոն գործարքների հետ կապված։ Արդյոք ձեր կառույցը հետամուտ է, օրինակ քաղաքապետարանում է մշտապես կոռուպցիոն դեպքեր բացահայտվում եւ ուղիղ ասում են թելերը տանում է դեպի Տիգրան Ավինյան։ Այս ամեն ինչը քննության առարկա դառնում է։ Կարող է Տիգրան Ավինյանը ձերբակալման։ Ես ասեմ, որ հակակոռուպցիոն կոմիտեում քննության առարկա դեպքերը ոչ թե պայմանավորված են կոնկրետ սուբյեկտներով կամ որևէ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններով, այլ հանցանքի վերաբերյալ ստացված տվյալներով։ Եթե ունենում ենք որևէ տվյալ, որևէ տեղ կատարված հանցանքի վերաբերյալ, ապա անպայման այդ հանցանքով կատարվում են համապատասխան վարույթային գործողություններ։ Պարզապես շատ է քաղաքապետարանում այդպիսի ձերբակալություններ եւ մենք տեսնում ենք այդ ամեն ինչը մի կառույցում, որի ղեկավարը Տիգրան Ավինյանն է, քաղաքապետը, այսինքն մտահոգություններ չկան եւ ուղիղ նրան թեկուզ կանչելու, հարցաքննելու, թելերը ասում են տանում են, բոլորն են դա ասում, որ այդ մարդը ղեկավարում է այդ կառույցը։ Ձեզ մոտ մտահոգություն չկա, ինչպես իր տիրույթում այդքան կոռուպցիոն դեպքեր ինքը անմաստ է այդ ամեն ինչը։ Եթե որևէ վարույթով ձեր ասացի նման ունենանք տվյալներ, որ այդ հանցագործությունը կամ հանցագործությանը առնչվել է նաև այլ պաշտոնատար անձ, այդ թվում նաև քաղաքապետը, ապա անհրաժեշտության դեպքում անպայման կհարցաքննվի, որևէ խնդիր չեմ տեսնում։ Պարոն Նահապետյան, Անիֆի գործը ձեր մոտ է։ Անիֆի գործը քննվում է քննչական կոմիտեում, ոչ թե հակակոռուպցիոն կոմիտեում։ Այլ հարցեր կան։ Դուք կաշկանդված եք խոսելու Փաշինյանի կամ նրա ընտանիքի որևէ անդամի ենթադրյալ կոռուպցիոն։ Ես դեռ հարցը չեմ ունեմ, որևէ կաշկանդվածություն չունեմ, որևէ։ Բայց եթե դուք մտքեր կարտալ ունակություն ունեք, պատասխանեք։ Ես արդեն ձեր հարցադրումը հասկանում եմ, քանի որ սրանից առաջ էլ եւս 3 անգամ նույն հարցադրումը տվեցիք, ես պատասխանեցի, ես սրանից չեմ բարձրացնում։ Դուք դիտողն էլ պետք է չէ հարցը լսի, թե ինչի մասին է։ Դուք արդյոք կաշկանդվածություն ունեք, երբ որ խոսում եք Նիկոլ Փաշինյանի, նրա ընտանիքի որևէ անդամի ենթադրյալ կոռուպցիոն չարաշահման մասին, թե ոչ օրինակ մտավախություն ունեք, որ կարող մի երեկո դուք էլ WhatsApp-ով մեսենջ բանը ստանաք, հա, SMS ստանաք ազատվելու մասին։ Այսինքն նրա այդ կապված հարցերի վերաբերյալ դիրքորոշում հայտնելիս, հա, դա հաշվի առնում եք այնպիսի բան ասեմ, որ SMS չստանաք։ Որևէ կաշկանդվածություն չունեմ ձեր հարցի պատասխանը։ Եվ նաև ճիշտ հասկացանք, որ հարկատուների միջոցների հաշվին իմ քայլը հիմնադրամի կողմից կազմակերպված կրթվելը նորաձև է շարժման այդ ծախսերը կոռուպցիոն որևէ ռիսկ չեք համարում։ Ես նորից եմ
նույն հարցին պատասխանում, ձեր նկարագրածում կոռուպցիոն որևէ դրսևորում չեմ տեսնում, ձեր նկարագրածում։ Իմ ասածը դա է։ Եթե այլ փաստեր ունեք, այդ փաստերը ներկայացրեք, մենք գնահատենք։ Պարոն Նահապետյան, չեք ուզում այդ հայտարարություններով գնալ, ուսումնասիրել եւ բարձել այդ պետբյուջե։ Գնանք որ ուղղությամբ։ Պաշտոնյաները պետական գումար է ծախսում, ինչ դրա արդյունավետությունը ինչպես, այսինքն ինչքան մարդ կրթվեց, հա, դա ինչպես եք որոշելու, որ դա արդյունավետ է դրական ծախսում։ քարոզչության օրինակ կարող է Ես վերածվել։ ձեր հարցերին պատասխանեցի, եթե ունեք այլ տվյալներ, որոնք կվկայակոչեն կոռուպցիոն հանցանքի մասին, ներկայացրեք այդ տվյալների ստուգման ուղղությամբ անպայման միջոցներ կձեռնարկենք։ Կներեք, էլի, միայն այն, որ դա հասարակական պետության հետ առնչություն չունեցող կառույց է այդ հիմնադրամը եւ պատկանում է վարչապետի տիկնոջը եւ կառավարության աշխատակազմը ֆինանսավորում է այդ կրթվելը, նորաձև է շարժումը։ Սա արդեն շահերի բախում չի ըստ ձեզ։ Շահերի բախումը դա կոռուպցիոն հանցանք չի համարվում։ Շահերի բախումով Ռիսկ չկա, կոռուպցիոն։ Զբաղվում է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, կարող եք այդ հարցը ուղղել հանձնաժողովի նախագահին։ Շնորհակալություն։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։